Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և տեղափոխվում ենք երաժշտության ոլորտ։ Մետալ ռոք երաժշտության ժանրը ձևավորվել է ծանր ռոքից 1970-ական թվականների կեսերին Անգլիայում և Միացյալ Նահանգներում։ Մետալ երաժշտության հանդեպ համակրանքը Հայաստանում տարեցտարի մեծանում է։ Եվ այս շաբաթ երեկոյան տանը մնալու փոխարեն կարելի է լիցքաթափվել քաղաքի ամենախելառ մետալ խմբերի հետ քաղաքի այս պատմական շենքի ֆիլհարմոնիայի ներքնահարկում, որտեղ աղմուկ է լինելու։ Այո, աղմուկ է լինելու եւ աղմուկի հեղինակներից երկուսը այս պահին մեր տաղավարում են Համլետ Գրիգորյան, հարվածային գործիքներ եւ Աբգար Ալավերդյան, բաս գիտար։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շատ լավ դուք։ Շատ լավ ենք։ Եկեք հասկանանք ինչ աղմուկ է սպասվում շաբաթ օրը եւ ինչ է լինելու ֆիլհարմոնիկի ներքնահարկում։ Այս անգամ 3 խումբ է լինելու, 3 մետալ ծանր վստահ կարող եմ ասել, որ ծանր երեկո է սպասում, բայց հաճելի, բավական շատ ադրենալին է սպասվում, դրայվ։ Այսինքն պատերը դղրդալու են ֆիլհարմոնիայի։ Այո, ոչ միայն ֆիլհարմոնիայի։ Հարակից տարածքները։ Ահա, եւ ինչ խմբեր են ներկայանալու, ինչ է ընդհանրապես ծրագիրը։ Լինելու է մեր խումբը Perfect Legacy, Mercy Cut խումբը եւ Սելարդի։ 3 խումբս էլ, ինչպես նշեցի, շատ ծանր ենք, մոտավորապես նույն մոտավորապես մի 100 կիլո։ Նույն լեվելի ծանրության մասին է խոսքը, հա, երևի։ Ծանրության, հա, աստիճանը կարելի ասել նույնաչափ է, մի փոքր տարբերություններով։ Նման օրինակ երեկո արդեն ունեցել եք, թե սա առաջինն է։ Հենց այս 3 խմբով։ Չէ, 3 խմբով առաջին անգամ, այո։ Ինչ ծրագիր եք նախատեսել։ Մեր կարելի ասել սովորական ծրագիրն է, հեղինակային մեր երգերը բոլոր 3 խմբերին նշեն, որ հեղինակային են երգերը, հետաքրքիր է լինելու Ձևաչափը առաջին անգամ չի, անցած տարի էլ է այս իրադարձությունը եղել, ինձ հետաքրքիր անցած տարվանից հետո ինչ ֆիդբեքեր եղան եւ ինչ փոխվեց, ինչ որ բան եղավ, որ փոխվեց հանդիսատեսի արձագանքից հետո։ Անցած տարի մի քիչ ավելի թեմատիկ համերգ եղավ, հա, հայկական շունչներ այդտեղ ավելի շատ տիրում եւ առաջնորդում, հա, ամեն ինչ դեպի հայկական մշակույթ, այսինքն այդտեղից սկսեցինք համերգը եւ վիզուալներով, հա, եւ հետագայում արդեն երաժշտության մատուցմամբ։ Այս անգամ մի փոքր այլ է, չունենք հստակ այդպիսի ուղղվածություն, որ հա, այսպիսին է, լավ արձագանքները լավն են ամեն։ Արձագանքները միանշանակ լավն են ու դա շատ գովելի է եւ հաճելի, որ ծանր երաժշտությունը, ռոք երաժշտությունը, մետալը Հայաստանում ինչ-որ լավ արձագանք է սա։ Եվ աստիճանաբար տենց Զարգանում է։ Ես շատ հետաքրքիր հարց ունեմ, ինձ հետաքրքիր է մեզ մոտ գալու համար զարթուցիչով եք արթնացել։ Ծանր ռոքով։ Ինչ երաժշտություն է զարթուցիչի։ Զանգը։ Այս անգամ մոտ չէ։ Իմ մոտ զարթուցիչը հա ծանր ռոքով է, բայց ես երբեք չեմ զարթում իրար։ Հաճելի է, չէ՞, ուղղակի վայելում եք։ Ես չեմ լսում իրան, պարզապես։ Դե թե ծանր ռոք չեք լսում, պատկերացնում եք զարթուցիչի ծլնգոցը ոնց չեք լսում։ Հենց դրա համար ես չեմ օգտվում այլ զարթուցիչի։ Եկա մի հատ սերունդ, հա, ժամանակին, ովքեր հենց ռոքով ապրում էին ու ռոքով ոգեշնչում էին, հա, դե ռոքի տեսակներով, այս դեպքում նաև ծանր ռոքով։ Այս նոր սերունդը, երիտասարդությունը, ինչպես է գնահատում նրանց դեպի ռոքը հետաքրքրվածությունը։ Դա ճշտող հարց կարելի է, լրիվ նոր պակալին է, ասես ասեմ, լրիվ նոր ժառանգության մասին է խոսքը, թե նոր հիմքվա երիտասարդություն, նոր երիտասարդության։ Այո, ինչպեսին է իրանց, որտեվ այսօր շատերի մոտ մի քիչ ավելի ուրիշ կողմ է գնում երաժշտական նախընտրությունը, ելնելով Facebook-յան մտքի հետ, քանզի ես մի քիչ ավելի շատ եմ շփվում երիտասարդության հետ, քան Համլետ։ Ես ավելի հստակ կարամ ասեմ, որ շատ քիչ տոկոսն է կազմում ներկայիս երիտասարդության, որ իրանց հոժար կամքով սպես ասած։ Հոժար կամք, այսինքն այնտեղ կապում եք ու միացնում եք երաժշտությունը։ Դե լսի։ Այո, իհարկե։ Ուրիշ ձև մարդ չի կարա սովորի ծանր ռոք լսել։ Պատիժը ծանր ռոք։ Առաջին 5 րոպեն եթե դիմացավ,
Ուրեմն ամբողջ մեկ րոպե։ Մեկ րոպե դիմացավ, մնացածը կգնա։ Մի խոսքով շատ քիչ տոկոսն է կազմում, որ հենց ծանր ռոք երաժշտության սիրահարներ են։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ ռոքը համեմատաբար մյուս երաժշտական ուղղությունների ավելի դանդաղ է զարգանում Հայաստանում Ծանր։ Լավ հարցեր դժվար Հայաստանում։ Այո։ դժվար Ես արդեն ընկալելի նշեցի, որ է մեզ մոտ։ ինքը հիմնականում 10-ից 8 հոգին այդքան միանգամից չի հասկանում ինչա Դժվար կատարում։ մարսելի է միգուցե աղմուկ են տեսնում, գտնում, հա, լսում, չգիտեմ։ Դուք մանկությունից եք բացահայտել ծանր ռոքը եւ սիրել, թե ավելի պատանեկան տարիքից, երիտասարդ տարիքից։ Ծանր ռոք մանկուց չէ, մանկուց Պատկերացնում դաժան են մանկություն, դե ծանր ռոքը մանկության ուղեկից է։ մանկուց լսել ենք ավելի կլասիկ խմբեր, հա, դասական ռոքի ներկայացուցիչներին Deep Purple, Pink Floyd, Led Zeppelin, Scorpions եւ այլն։ Այբուբեն էլի ռոքի։ Հա, այբուբենը թեթև խմբերից հետագայում արդեն ծանրացավ ամեն ինչ գնալով։ Իմ մոտ մի քիչ ուժ է եղել, ես փոքր տարիքում առհասարակ ռոք չեմ լսել, ոչ մի ձևով։ Ժողովրդական եք լսել։ Չէ, ռաբիս, ասած։ Ես ռաբիս երաժշտության սիրահար էի, անկեղծ ասած։ Մինչև հիմա էլ։ Վայ, ինչ հետաքրքիր է։ Ինչ եղավ ձեր երաս տեսակ, ինչ եղավ փոխվեց։ Դա իրականում շատ հետաքրքիր է, որովհետև ես ինքս կարելի ասել չհասկացա թե ոնց է իմ ստրելկեն փոխվեց, կապիտ ասած։ Որովհետև ես իրոք տանել չէի կարող այդ երաժշտությունը, ինչ ճիշտն է ճիշտ է։ Ու ինչ որ մի պահի ոնց որ ընկերներս պես ասած միացնում էին ծանր երաժշտություն ու ինքը Ռամշտայն խումբը։ Ռամշտայն խմբից ինչ որ երկեր միացնում։ Այ հա, լրիվ դա հենց այդ պատմությունից այս կողմ եմ ես ասում, որ ստիպելով լավ է լսել։ Մի հատ առաջարկ անեմ ձեզ, վերցեք ռաբիզեն, շատ են ռաբիզ երգերը ու փորձեք ծանր ռոքի միջոցով ներկայացնել։ Հետաքրքիր ձևաչափ Կալաստանա։ Ձեզ տալիս ենք Սարգոն Իջևանի սպիտակ չոր գինին, որպեսզի չգիտեմ, դղրդացնելուց հետո տրամադրությունը բարձր լինի կամ դղրդացնելուց առաջ տրամադրությունը բարձր լինի։ Եվ ուզում եմ նվիրել ձեզ արև բացիկները, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, այստեղ հայտնի երգերից ֆրազներ են, բացիկներ կոչվում են սիրում եմ, իսկ կարծում ձեզ համար այս ֆրազը որ կա կարող է նաև աշխատել հենց այդ օրը։ Ես եմ քո մեղրը, արի ինձ կեր, Շպրոտի հայտնի երգից։ Խնդրեմ, սա ձեզ։ Նվիրեք նրան, ում համար դուք մեղրն եք ու տրամադրությունը։ Շնորհակալություն ձեզ։ Շաբաթ օրը լավ երեկո ենք մաղթում։ Սա էլ մեկն է։ Չտվեցիք, բայց վերցեցինք հրավիրատոմսերը։ Շնորհակալություն։ Ինչ կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։